բարի երկու։ Ուղղակի չհամբերեցի էլի։ Ես դրա մասին ուզում եի առանձին հոլովակ ձայնագրեի։ Այդ ղախպի տղա լապշինը, այդ կիսա ջհուդը, թե ռսա ջհուդը, որը այժմ գտնվում է կարծեմ Մեքսիկայում, արդեն մի քանի հոլովակ ձայնագրեց երեկվա Իսրայելի հրթիռային հարձակման մասին Պարսկաստանի վրա, Պարսկաստանի, որը Հայաստանի Հանրապետության դաշնակիցն է եւ միշտ հանդես է եկել որպես դաշնակից Ադրբեջանի դեմ։ Բազմիցս հայտարարել է, որ Պարսկաստանը թույլ չի տա Ադրբեջանին հարձակվել այդ Զանգեզուրի միջանցք եւ այլն, ստեղծելու համար եւ այլն։ Եվ խնդրեմ, էլի ինչպես միշտ այս ղախպա ջհուդ վատ իմաստով տվյալ դեպքում լապշինը էլի իրա Իսրայելի ճիշտ հանեց, Պարսկաստանի սխալ հանեց, ու ես չկարողացա չեմ էլ լսում, ուղղակի հասկացա ինչի մասին է հաչում, էլ ինչ անհետեթություններ ստել է տարածում պրոպագանդային էլի իսրայելական։ Եվ ես հիշեցի այն դեպքը, դա երբ էր, քանի տարի առաջ, երբ հարձակվել էին հայ եկեղեցականների վրա Իսրայելում, ծեսկրտուկ եւ այլն։ Եթե ինչ-որ հարցեր կար, իհարկե կարող են դատական ձևով, չգիտեմ, ոստիկանության միջոցով եւ այլն, իրավապահների միջոցով, չէ, նրանք հարձակվել էին ծեսկրտուկ, քարեր էին շպրտում մեր եկեղեցականների վրա։ Եվ այս ղախպի տղեն Իսրայելում էր, ձեն չէր ուզում հանել, բայց գնաց հոլովակ ձայնագրեց, էլի հայերին սխալ հանեց իր այդ ջհուդներին, հասկանում եք ինչ ղախպա է սա։ Իսկ երբ Երևանում, այստեղ Իսրայելում խոսքը բանի մասին էր, Երուսաղեմում մարդկանց մասին էր, մարդիկ են տուժել հայերը։ Իսկ երբ Երևանում ոչ ոք, ոչ մի ջհուդ, ոչ ոք չտուժեց, մարդ չէր տուժել, ուղղակի պատը, անշունչ նյութը, պատերը ներկել էին, եկավ այդ ղախպի տղեն, էլ ինչ չասեց հայերի հասցեին։ Սա ուղղակի ես համբերեցի, ես առանձին հոլովակի ուզում անել ղախպի տղու մասին։ Դուք հասկանում եք սա ինչ ղախպա է։ Հիմա նա էլի միտք ունի այցելի Հայաստանի Հանրապետություն, ես ոչ չեմ ասում, սրան հանձնեք Լուկաշենկոյի թե ում, ոչ, մուտքը արգելափակեք, այդ անձնագրի մեջ մի հատ, եթե իսրայելական լրագրող մի հատ, ոնց ասեմ, ժիրնի կնիքով մի հատ դեպորտ խփեք, էլի մուտքը արգելափակված է 4-5 տարով։ Կապ չունի, որ անձնագրով ուզում է մուտք գործի։ Ես չգիտեմ, հաշվետվություն տալիս են այն ապուշները, որ սրան մտնում են գովերքական մեկնաբանություններ եւ այլն։ Դե սա ինչ ղախպա է։ Հա։ Հայերի հայաստանցիների վրա մունաթ է գալիս, փող է պահանջում, կարծեմ իրանց, չգիտեմ ով է, հայերի հաշվին էլ ֆրֆրում է։ Հա, եւ դրա կնիկը, որը մթամ հայ է, դա շուրտված հայ չի, դա սփյուռքա հայ չի, դա սփյուռքի համայնքի հայ չի։ Օրինակ ինչպես մեզ հարազատ շատ Լիբանա հայերը, то հենց նույն պարսկա հայերը։ Ես դա արդեն պատմել եմ, թե ինչ այդ Կիշինյովի այդ մոլդովացուց վեցար մոլդովացիներ են, թե իբր հայ։ Ուրեմն մի երկու անգամ ես փորձեցի սրա Facebook-ի էջում, սրա դեմ, ես էլ ամեն ինչը չեմ պատմում, որովհետև ներվերս չի երիկի, սա ինչ ղախպի տական կա, բոզի թուլ է սա։ Ուրեմն առանց եւ այլն քննադատական բաներ գրեցի եւ ին վրա հարձակվեցին, ով կռահեք, ով ին վրա հարձակվեց, ի պաշտպան է ջհուդ ղախպին։ Իհարկե հայերը։ Արա մոռացա ասի, սա երբ որ Հայաստանում էլ ինչ ասես չասես, դեբիլ ասես իր հոլովակների մեջ, այդ բանի Փաշինյանի ուժային ստրուկտուրայի աշխատողներին էլ ինչ ասես, պրիդուրակ ասես, էլ ինչ ասես։ Հասկանում եք, ու իրան ոչ մի բան, այ ղախպի տղա Նիկոլ,
Դե ինչ ասեմ, կարող է սրան էլ մի հատ անձնագիր տաս, ղախպի թշնամի սատանանի գոլ։ Մի երկու բան էլ ասեմ, ես եւ եզրափակում եմ։ Ուրեմն Պարսկաստանը ոնց որ Ռուսաստանը, տեսեք, Ռուսաստան մի բան բնակչությունը, որին ես ոնց ասեմ, այլանդակա, խոզ եւ այլն, դա առանձին թեմա է, բայց իշխանությունը Ռուսաստանի Պուտինը, այո, ոչ բարեկամ էր, ոչ էլ թշնամի էր, ինչպես Հայաստանի Հանրապետությանը, այնպես էլ բանին այդ Ղարաբաղցիներին։ Մինչև որ Փաշինյանը, Ռուսաստանը, Պուտինը գարանտ էր, որ հարձակում չի լինի։ Մինչև որ Փաշինյանը չհասավ դրան, դաբիցը չեղավ, սարքեց Ռուսաստանի Պուտինին դավաճան։ Արդյունքը գիտեք։ Հիմի նույն ձևի նա կատարելով Միացյալ Նահանգների հրահանգը Պարսկաստանն էր ուզում թշնամի սարքել, հասկանում եք, արդեն սարքում էր, բայց դրան կանգնացրեցին այդ եզի գլուխին։ Փաշինյանը շատ հեշտ կարող է փոխել 180 աստիճան իր դատարկ ապուշ ճակետների մեջ սկզբունքները առանց որևիցե խղճի խայտ զգալու։ Արցախը Հայաստանի եւ վերջ եւ հետո Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ընդունեց։ Եվ հիմա տեսեք, այս կոնֆլիկտի մեջ Իսրայել-Պարսկաստան լիովին Հայաստանի Հանրապետությունը, եթե օրինական իշխանություն լիներ, պետք է լիներ Պարսկաստանի կողքին, Պարսկաստանի դաշնակից։ Բայց այդ ղախպեկ այդ սրիկաները, հայ ժողովրդի թշնամիները, Ամերիկայի Միացյալ Նահանգները թույլ չեն տալի Փաշինյանին, հասկանում եք։ Ոչ էլ հայտարարություններ անել, չասած քայլեր ձեռնարկել եւ այլն։ Այս ղախպի թուլին Նիկոլ Փաշինյանին Միացյալ Նահանգները նստացրել են իրենց շահերը սատարելով Հայաստանը կործանի։